3 օր առաջ ամենակարևոր մարդու վերջին պահերից Կառավարության պալատ մտավ այցելու, որի անունը երբեք չգրանցվեց այցելուների մատյանում։ Գիշերային ժամը 12-ից հետո էր, երբ անվտանգության ծառայության 3 սպան առանց հարցերի բացեցին հեռավոր մուտքը։ Կային 8 մարդ, ովքեր իրավունք ունեին անտեսանելի այցերի, եւ այդ ցուցակը չէր փոխվել 10 տարի։ Ինչու են հենց այդ օրերին խոսել բարձրացրած ձայներով, երբ դրդրների ետևից հնչում էին այնպիսի բառեր, որոնք կարող էին փոխել երկրի ճակատագիրը։ Հավատարիմ խորհրդականը, ով տասնամյակներ կողք կանգնած էր քաղաքական փոթորիկներում, հետո վկայել է. երբ անծանոթ հյուրը դուրս եկավ կաբինետից, Անդրանիկ Մարգարյանի դեմքը նման էր մարդու, ով հենց նոր իմացել է մի բան անդառնալի։ Ո՞վ էր այդ մարդը, որը գիշերվա խավարի մեջ եկավ տալու վերջնագիր։ Երբ վարչապետը 1 ժամ հետո նստած էր կաբինետում առանց լույսի, նրա քարտուվարուհին համարձակվեց մտնել։ Նա երբեք չէր տեսել իր ղեկավարին այդպես, ձեռքերը դողում էին, հայացքը կորած էր հորիզոնում, եւ երբ խոսեց, դա ոչ թե հրաման էր, այլ խնդրանք։ Որևէ մեկին մի ասա, որ այդ մարդը կար։ Ո՞րն էր այդ գաղտնիքը, որը պահեց իր մոտ մինչև կյանքի վերջ։ Արդյոք նա գիտեր, որ հենց այդ հանդիպումը դառնալու է նրա ճակատագրի վերջին խաչմերուկը։ Վարչապետի ներքին շրջանակը բաղկացած էր 12 մարդկանցից, ովքեր գիտեին բոլոր քաղաքական հաշիվները, բոլոր դաշինքները, բոլոր թույլ կողմերը։ Նրանք խմում էին միասին, մտածում էին մեկ ռազմավարությամբ, պաշտպանում էին միմյանց անգամ հանրության առջև։ Բայց ինչ-որ բան կոտրվեց 2007 թվականի սկզբին։ Հին ընկերները սկսեցին խուսափել հեռախոսից, քաղաքական հանդիպումներում նայել դկողքից, եւ երբ Մարգարյանը հարցնում էր, պատասխաններ պարապ, ժպիտ եւ խոստում։ Հետո խոսենք։ Իսկ հետո երբեք չեկավ։ Նրա անվտանգության պետը, մարդ ով 2 տասնամյակ պահպանել էր նրա կյանքը, մի օր խնդրեց հանդիպում։ Խոսակցությունը տևեց 15 րոպե, բայց երբ այն ավարտվեց, պետի դեմքը սպիտակ էր, կարծես զգուշացրել են ինչ-որ բանի մասին, ինչը չպետք է իրականանա։ Հաջորդ օրը նա ներկայացրեց հրաժարական հայտ առանց բացատրությունների։ Ես այլևս չեմ կարող երաշխավորել ձեր անվտանգությունը։ Այս էր միակ նախադասությունը, որը նա ասեց լրագրողներին, եւ հետո անհետացավ 30 տարի վաստակած համակարգից։ Արդյոք նա գիտեր ինչ-որ բան, ինչը մենք չգիտենք։ Հայաստանի քաղաքական էլիտան 2003-րդների սկզբին բաժանված էր 2 ճամբարների։ Մի կողմում նրանք, ովքեր հավատում էին անկախությունից հետո ստեղծված համակարգին, մյուս կողմում նոր սերունդը, ով ուզում էր արագ վերաբաշխում, արագ փոփոխություններ, արագ իշխանություն։ Անդրանիկ Մարգարյանը համարվում էր հիմքի մարդ, ով հասկանում էր դանդաղ կայունության արժեքը։ Բայց այդ համբերությունը սկսեց դառնալ խոչընդոտ, երբ նոր ուժերը սկսեցին պահանջել իրենց տարածքը։ Եվ նրանք չէին սպասելու, մինչև ծեր կարգը բնական կերպով գնար հեռու։ Հանրապետական կուսակցության ներսում սկսվեց պատերազմ, որը երբեք չստացավ լրատվամիջոցների ուշադրությունը, բայց ով էր քաղաքական շրջանակներում։ Գիտեր, մի խումբ պահանջում էր Մարգարյանի գլխի գնով փոփոխություններ։ Երբ կուսակցության փակ նիստում քննարկում էր վարչապետի ապագան, մեկը բարձրաձայն ասաց. նա չի հասկանում, թե որտեղ է աշխարհը գնում։ Եվ շատերը լռեցին, որովհետև լռությունը նշանակում էր համաձայնություն։ Ով էր պատրաստվում Անդրանիկ Մարգարյանի աթոռին նստել ժամանակից շուտ։ Երբ մարդ տասնամյակներ զբաղեցնում է պետական գագաթներից մեկը, նրա առողջությունը դառնում է պետական գաղտնիք։ Անդրանիկ Մարգարյանի անձնական բժիշկը հրավիրվում էր գիշերվա խավարի մեջ, առանց պաշտոնական ձևակերպումների։ Նրա ախտորոշումները պահվում էին անձնական կոշտ սկավառակներում, որոնք երբեք չմտան պետական արխիվներ։ Բայց անվտանգության ծառայության քաղաքացիական բաժինը ստեղծել էր դեղորայքի ցուցակ, որը պատվիրվում էր վարչապետի համար ամեն ամիս։ Եթե ուշադիր կարդաք այդ ցանկը, կհասկանաք, Մարգարյանն ապրում էր մի հիվանդությամբ, որը պաշտոնապես երբեք չեն հայտարարել։ Բայց բժիշկը չէր խոսում։ Նա ստորագրել էր չափազանց բազմաթիվ գաղտնիության համաձայնագրեր, եւ նույնիսկ հիմա, երբ նրա պացիենտը փակեց աչքերը, ընդմիշտ նա շարունակում է մնալ լռության պատի ետևում։ Ինչպես է հնարավոր, որ մարդ, ով պատասխանատու էր երկրորդ ամենաիշխանավոր մարդու կյանքի համար, այդքան հեշտությամբ ընդունեց իր պացիենտի անսպասելի մահը։ Արդյոք նա իսկապես չտեսավ նշաններ, թե պարզապես համաձայնվեց չտեսնել։
Մարգարյանի ընտանիքը, կինը և որդին, առաջին 5 տարվա ընթացքում երբեք չպահանջեցին լրացուցիչ քննություն։ Երբ լրագրողները ձգտում էին զրույց, պատասխանը միշտ էր նույնը. «Մենք ընդունել ենք Աստծո կամքը»։ Բայց ինչպես կարող է ընտանիքը, որի հայրը և ամուսինը մահացել է 55 տարեկանում, առանց պաշտոնական բացատրության բավարարվել այդպիսի պատասխանով։ Երբեմն ամենաբարձր ձայնի լռությունը ավելի շատ է խոսում, քան փայլուն հարցազրույց։ Որդին Տարոն Վարդգարյանը հայրը կորցնելուց 1 տարի անց ստացավ լուրջ քաղաքական բարձրացում։ Նախ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործիչ, հետո Երևանի քաղաքապետ։ Տարին 2012 էր, երբ նա նստեց պաշտոնի, որը նրա հորը երբեք չէր հասանելի եղել։ Պատահականություն է, թե մշակված սցենար։ Որոշ քաղաքական վերլուծաբաններ սկսեցին փսփսալ մի տեսության մասին, որը երբեք չստացավ ապացույցներ, բայց որը բացատրում էր ամեն ինչ։ Այդ տեսությունը ասում էր, որդուն առաջարկվել է պայմանագիր։ Դու լռես հոր մահվան շուրջ բոլոր հարցերի մասին, դու չես պահանջում դատական քննություն, դու չես խառնվում քաղաքական մեծերի բանավեճերի մեջ, և դրա դիմաց կունենաս ապագա, որը քո հայրը չկարողացավ նվիրել քեզ։ Մահից հետո անուն, հարգանք, գահ։ Այդպիսի պայմանագիրը չի կրվում տխտի վրա։ Այդպիսի պայմանագրերը կրվում են հայացքներով, համաձայնության միզերային ժպիտներով և խոստումներով, որ երբեք չեն արձանագրվում։ Բայց արդյոք սա իրականում եղավ։ 3 օրից 1 ամիս անց Անդրանիկ Մարգարյանի կյանքի անսպասելի վերջը քաղաքական բեմում մի մարդ ստացավ այնպիսի իշխանություն, որն այդ պահի դրությամբ կարող էր միայն երազել։ Կառավարության կաբինետում նրա ձայնն առաջ դուրս եկավ անսպասելի ուժով։ Վարչապետական պաշտոնը գրավեց մեկ այլ մարդ, բայց իրական լծակները սկսեցին հավաքվել նրա ձեռքում, ով վաղուց սպասում էր հենց այդ պահին։ Այս մարդու համար Մարգարյանի անհետացումը բացեց դռներ, որոնք փակ էին տարիներով, և նա չի թաքցնում իր հաջողությունը։ Հայաստանի քաղաքական համակարգում, երբ ինչ-որ մեկը անհանգստացնող արագությամբ բարձրանում է, սովորաբար հարց է առաջանում՝ ում գնով։ Տնտեսական գործարքները, որոնք առաջ անթափանց էին նրա համար, հանկարծ դառնում են մատչելի։ Պետական կոնտրակտներ, որոնք առաջ տրվում էին այլ ընկերություններին, հիմա ուղղորդվում են նրա շրջանագին։ Իշխանության վերաբաշխումը երբեք չի լինում անվճար, և երբ դուրս է գալիս նոր օլիգարխ, նախկին օլիգարխը հանգչում է գերեզմանում։ Ում սպանեց այդ բարձրացումը։ Անհեթեթ է պնդել, որ Մարգարյանի մահը բերեց միայն մեկ հաղթող։ Բայց երբ անհատական հետագծում անես այն անձանց, ովքեր ստացան առավել շահույթ 2007-ին, միանուն կրկնվում է 6, 7, 8 հաշիվների վրա։ Նրա ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս աճ, որը համապատասխանում է Մարգարյանի անհետացման ճշգրիտ ամսաթվերին։ Համակարգը սիրում է խոսել պատահականության մասին, բայց քանի պատահականություն կարող է լինել, մինչև դա դառնա օրինաչափություն։ Քրեական բաժինը երբեք չբացեց լիարժեք քննություն։ Վարչապետի մահը արձանագրվեց որպես սրտամկանի կանգ, բնական պատճառներով։ Բայց իրավաբանները, ովքեր սովորական են բժշկական փաստաթղթերի հետ աշխատելու, նշեցին տարօրինակ բաց թողումներ։ Որոշ ախտանշաններ, որոնք պետք է գրվեին մահվան վկայականում, բացակայում են։ Որոշ բժշկական ժամանակացույցեր ունեն անհամապատասխանություններ ժամերի մեջ։ Եվ ամենակարևորը, դիահերձումն անցկացվեց արագությամբ, որը ցնցեց անգամ պատմաբանական բժշկական համայնքը։ 24 ժամվա ընթացքում մարմինը դիահերձվեց, արձանագրվեց և առաքվեց ընտանիքին։ Սովորական պաշտոնյայի դեպքում այն պահանջում է ամբողջ շաբաթ։ Եվ ով էր այդ մարդը, որը ստորագրեց արագացման հրամանը։ Նույն մարդը, ով այժմ տիրապետում է կառավարության կաբինետի 3 հիմնական նախարարություններին։ Նույն մարդը, ով 2 տարի առաջ Մարգարյանի հետ հրապարակային վեճ ուներ մեդիայի ներկայությամբ։ Նույն մարդը, որի եղբորորդին իսկույն հետո ստացավ պետական մեգակոնտրակտ նոր հիվանդանոցների շինարարության համար։ Համակարգը պնդում է,
դա ամենը կապ չունի։ Բայց արդյոք պարզապես համընկնումներ են։ Արդյոք մեկը կարող է նախապես պլանավորել մի մարդու կյանքի վերջը և ստեղծել ամբողջ համակարգ, որն անխափանք աշխատի պահանջված պահին։ Արդյոք հնարավոր է, որ իշխանությունը դարձնի մահը գործիք, որը հանում է խոչընդոտը և բացում ճանապարհ նորին։ Եվ ամենակարևորը, արդյոք սա մեկ անգամ է պատահել, թե մենք նայում ենք բանաձևիչ, որը կրկնվում է անձանց փոխարինելով, բայց մեխանիզմը մնում է նույնը։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք կփրկվենք։ Այս խոսքերը հնչում են ձայնագրության մեջ, որը պատկանում է Անդրանիկ Մարգարյանի նախկին խորհրդականին, մարդուն, ով 12 տարի նստել է վարչապետի կաբինետի դիմացի սենյակում։ Ձեռքերը դեռ դողում են, երբ նա հիշում է 2007-ի մարտի օրերը։ Նա պատմում է, թե ինչպես Մարգարյանը վերադարձավ վերջին աշխատանքային հանդիպումից և առաջին անգամ տասնամյակների ընթացքում խնդրեց իր քարտուղարուհուն մնալ լրացուցիչ 2 ժամ, գրել նամակ, որը երբեք չուղարկվեց։ Այդ երեկո, երբ բոլորը հեռացել էին, վարչապետը նստած էր պատուհանի մոտ և շշնջում էր ինչ-որ բան իր մասին։ Ինչ գիտեր այդ մարդը, ինչ մենք չգիտենք։ Այսօր առաջին անգամ 10 նախկին ներքին շրջանակի անդամներ պատմում են գաղտնիքների մասին, որոնք պահպանել են 17 տարի։ Խորհրդականը հիշում է, թե ինչպես Մարգարյանի վարքագիծը փոխվեց 2007-ի ձմռանը։ Առաջ նա երբեք չէր ստուգում իր հեռախոսը, վախենալով գաղտնալսման։ Բայց փետրվարի վերջերին սկսեց խոսել բարեկամների հետ միայն փողոցում, երբ քամին այնքան ուժեղ էր, որ ոչ մի ձայնագրություն չէր կարող որակով պահպանվել։ Նա սկսեց խնդրել իր վարորդներին, տանել այն ճանապարհներով, որոնք երբեք չէր օգտագործել նախկինում։ Կային գիշերներ, երբ նա կանչում էր իր ամենավստահելի ընկերներին և հարցնում էր. «Հավատում ես, որ հանրապետական համակարգը կարող է պաշտպանել մարդ իշխանության սեփական ներսից»։ Սա չէր հարց, սա էր խոստովանություն։ Նա գիտեր, որ պատասխանը ոչ է։ Մեկ այլ վկան պատմում է դրվագ, որը տեղի ունեցավ ընդամենը 2 շաբաթ մահից առաջ։ Մարգարյանը նստած էր իր անձնական գրադարանում, շրջապատված հազարավոր գրքերով, որոնք հավաքել էր 30 տարվա ընթացքում։ Նա բացեց մի հին ալբոմ, լի ֆոտոներով դպրոցական տարիներից, երբ ամեն ինչ դեռ հնարավոր էր։ Այդ երեկո նա ասաց իր հին ընկերոջը. «Գիտես ինչու ես երբեք չխնդրեցի թոշակի գնալ։ Որովհետև վախենում էի, որ վերադարձի պահին նրանք կգան ինձ համար»։ Ո՞վ էին նրանք, որոնց մասին նա խոսում էր այդպիսի վախով։ Եվ ինչու նա համոզված էր, որ միակ պաշտպանությունը իշխանության մեջ մնալն էր։ Անդրանիկ Մարգարյանի անձնական քարտուղարը, կին, ով 12 տարի տեսել է ամեն զանգ, ամեն հանդիպում, ամեն տագնապալի երեկո, հիշում է վերջին 2 ամիսները որպես տանջանք։ Նա պատմում է, թե ինչպես վարչապետը սկսեց մերժել հանդիպումներ մարդկանց հետ, ում տասնամյակներ վստահել էր։ Որոշ անուններ, որոնք առաջ ազատ մուտք ունեին նրա կաբինետ, հանկարծ հայտնվեցին սև ցուցակում։ «Մի թողեք նրան մտնել առանց ինձ հայտնելու», ասաց Մարգարյանը մի անգամ իր պահակազորին, մատնանշելով մարդ, ով եղել էր նրա լավագույն ընկերներից մեկը։ Ինչ իմացավ, որը կոտրեց տասնամյակների դաշինք մի օրվա ընթացքում։ Երբ մարդ տասնյակ տարիներ ապրում է իշխանության գագաթին, նրա ինտուիցիան սուր է դառնում։ Նա կարդում է լռությունը, նա հասկանում է, թե որ հանդիպումը չեղարկվում է, որովհետև հաստատապես չեղարկվեց։ Մարգարյանը գիտեր ազդանշանները։ Նա տեսնում էր, թե ինչպես նախկին դաշնակիցները սկսեցին խուսափել նրա հայացքից հանրային միջոցառումներում։ Նա նկատեց, թե ինչպես նրանց ժպիտները դարձան պարտադիր, ոչ իսկական։ Եվ նա հասկացավ, որ երբ իշխանությունը որոշում է տրացնել քեզ, նախ հեռացնում է քո դաշնակիցներին, կտրում է կապերը մեկ առ մեկ, մինչև դու մնաս միայնակ։ Եվ երբ դու միայնակ ես, դու անպաշտպան ես։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը վերջին ամիսներին հասկացավ, որ մնացել է բացարձակ միայնակությունում։ Կառավարության պալատի տակ կային տարածքներ, որոնց մասին նույնիսկ ճարտարապետները չեն խոսում։ Երբ այդ շենքը կառուցվում էր 80-ականների վերջում, խորհրդային անվտանգության պլանավորողները ստեղծեցին ենթագետնյա ցանց, բաղկացած 8 թունելներից և 3 բունկերներից։ Պաշտոնական քարտեզը ցույց է տալիս միայն 2 թունել, մեկը տանում է դեպի հարևան շենքը, մյուսը դեպի հատուկ ավտոկայանատեղի։ Բայց կան 6 այլ ուղիներ, որոնք ստեղծվել են միայն ամենաարդագարգ իրավիճակների համար։ Ո՞վ կառուցեց դրանք գաղտնի։
ուր էին տանում։ Եվ ինչու Անդրանիկ Մարգարյանի անվտանգության պետը հենց վերջին ամիսներին ստուգում էր այդ մարշրուտները ամեն գիշեր։ Վերջին անգամ, երբ Մարգարյանը իջավ դեպի այդ թունելներից մեկը, եղավ հենց 3 գիշեր նախքան իր կյանքի վերջը։ Անվտանգության պահակը, ով ուղեկցում էր նրան, հիշում է, թե ինչպես վարչապետը քայլում էր դանդաղ այդ ցուրտ, խավարուն միջանցքով, ձեռքով շոշափելով պատերը, կարծես փնտրում էր ինչ-որ գաղտնի նշան։ Երբ նրանք հասան վերջին դռան մոտ, որը տանում էր հին խորհրդային տարածք, դեռ անօգտագործելի, Մարգարյանը կանգ առավ եւ հարցրեց. «Եթե մի օր ես անհետանամ, իսկապես կարծում եք, որ դուք կկարողանաք պատմել ճշմարտությունը»։ Պահակը չգիտեր, թե ինչ պատասխանել, որովհետև հասկացավ դա ոչ թե հարց էր, այլ նախազգուշացում։ Մարգարյանի ամենամոտ պաշտպանները գիտեին, որ կա մի փախուստի պլան, որը պատրաստվել էր դեռևս 90-ականների կեսին։ Պլանը ներառում էր 6 քայլ՝ ազդանշանի ծածկագիր, պահակազորի փոփոխություն, մեքենայի երթուղի պատահական թաղամաս, թունելների միջով փախուստ, ապաստան մի հին բնակելի տան մեջ եւ ի վերջո դուրս գալ երկրից։ Բայց մարտի 21-ի առավոտ, երբ Մարգարյանը արթնացավ եւ հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է գնում, նա փորձեց ակտիվացնել այդ պլանը։ Պահակազորը չկատարեց հրամանը։ Վարորդը չփոխեց երթուղին։ Թունելները, որոնք պետք է լինեին բաց, փակված էին։ Ով հրաման տվեց չկատարել վարչապետի խնդրանքը։ Կար մի գաղտնի սենյակ կառավարության պալատի 4-րդ հարկում, որը պաշտոնապես գրանցված էր որպես պահեստարան տեխնիկական սարքավորումների համար։ Բայց որոնք մտել են այնտեղ, գիտեն։ Դա էր Մարգարյանի անձնական ապագա հավաքածուն։ Այնտեղ պահվում էին նրա անձնական փաստաթղթերը, դրամական պաշարները ԱՄՆ դոլարներով եւ եվրոյով, 3 տարբեր անձնագրերի կրկնօրինակները եւ մի հին բանալի, որը բացում էր դուռը անհայտ վայրում։ Մարտի 22-ի առավոտ, երբ մարմինը դեռ չէր դիահերձվել, անվտանգության ծառայությունը մտավ այդ սենյակ եւ տարավ բոլոր իրերը։ Պաշտոնապես նրանք փախցրել են վտանգավոր նյութեր։ Բայց ինչու անձնագիրը եւ դրամը համարվեցին վտանգավոր։ Մարգարյանի ընտանիքը երբեք չստացավ այդ իրերը հետ։ Երբ որդին Տարոնը հարցրեց, պատասխանը եղավ. դա պետական անվտանգության հարց է։ Ինչու մի մեռած մարդու անձնական փաստաթղթերը դառնան պետական գաղտնիք։ Արդյոք այդ փաստաթղթերում կային ապացույցներ այնպիսի բանի, որը պետք է չտեսներ հասարակությունը։ Թե միգուցե այդ թունելները, այդ անձնագրերը, այդ փախուստի պլանը պատմում են պատմություն, որը քանդում է պաշտոնական տարբերակը։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը իսկապես պատրաստվում էր փախչել մի բանից, որն այնքան սարսափելի էր, որ նա չէր վստահում նույնիսկ իր պաշտպաններին։ Վստահում եմ մարդուն, որին վստահել եմ ամբողջ կյանքս։ Այս հարցը տանջում էր Անդրանիկ Մարգարյանին վերջին 6 ամիսներին։ Հին ընկերները, ովքեր կիսել էին խորհրդային ժամանակների դժվարությունները, անկախության պայքարները, քաղաքական ճգնաժամերի գիշերները, հանկարծ դարձան օտարներ։ Երբ դու 20 տարի կողք կանգնած ես մարդու, դու գիտես նրա ամեն շարժումը, ամեն լռությունը։ Եվ երբ այդ մարդը փոխվում է, ինչ որ չափազանց նուրբ, բայց չափազանց էական կերպով դու զգում ես։ Մարգարյանը զգում էր։ Նա տեսավ, թե ինչպես նրա ամենամոտ դաշնակիցը սկսեց լռել, երբ նա խոսում էր ապագայի ծրագրերի մասին։ Նա տեսավ, թե ինչպես հերթական խորհրդականը ամեն անգամ խուսափում էր նրա հայացքից։ Եվ նա հասկացավ, մարդ, ում դու վստահում ես իր կյանքը, այլևս քո կողքին չէ։ Վերջին անգամ, երբ Մարգարյանը հավաքեց իր ներքին շրջանակը փակ նիստի, եղավ 2007-ի փետրվարի 27-ը։ Նա սկսեց խոսել քաղաքական բարեփոխումների մասին, որոնք նա պլանավորում էր իրականացնել հաջորդ տարում։ Սակայն մեկը նրա խորհրդականներից, մարդ, ով դեռ 3 ամիս առաջ երդվում էր լոյալություն, միջամտեց եւ ասաց. «Գուցե ժամանակը չէ այդպիսի քայլերի համար»։ Սենյակում լռություն տիրեց։ Մարգարյանը նայեց շուրջը եւ տեսավ նույն արտահայտությունը բոլոր դեմքերի վրա՝ վախը, հակադրությունը։ Եվ նա հասկացավ, նրանք արդեն գիտեն ինչ-որ բան, ինչը նա չգիտեր։ Արդյոք այդ նիստը եղավ նրա վերջին փորձը հասկանալու, թե ով դեռ նրա կողմն է եւ ով արդեն անցել է մյուս կողմը։ 22 օր հետո Անդրանիկ Մարգարյանը սպանված կլինի։ Ոչ մի զենք, ոչ մի վնաս։ Պաշտոնապես սիրտը կանգ առավ։
Բայց վերջին 100 տարվա պատմության մեջ քանի անգամ է լինում, որ 55 տարեկան վարչապետը, առողջ, աշխատող, քնած միայն 5 ժամ գիշերը հանկարծ ընկնում է եւ այլևս չի վեր կենում։ Երբ մարդ այսպես մեռնում է, երկու հնարավորություն կա. կամ բազմամյա հիվանդություն, որը ծածածկված էր պետական գաղտնիքով, կամ կա ինչ-որ բան, որը մենք չգիտենք։ Վստահելի աղբյուրները ասում են, որ մարտի 21-ին, մահից մի քանի ժամ առաջ, Մարգարյանը հանդիպում ունեցավ երկու մարդկանց հետ։ Մեկը նրա անձնական բժիշկ, մյուսը անհայտ։ Բժիշկը լքեց շենքը աննկատ։ Անծանոթ մարդը մնաց նրա հետ ընդամենը 15 րոպե։ Երբ այդ մարդը հեռացավ, Պահակզորը տեսավ Մարգարյանի դեմքը սպիտակ, իսկ ձեռքերը դողում էին։ 9-ամմա վերջին ժամում նա փակված էր իր կաբինետում, մերժելով նույնիսկ իր ամենամոտ օգնականների մուտքը։ Ինչ տեղի ունեցավ այդ 15 րոպեների ընթացքում, որը կոտրեց մի մարդու, ով տանջել էր 20 տարի քաղաքական մղձավանջներով։ Մահից հետո հենց առաջին ժամվա ընթացքում կային մարդիկ, ովքեր արդեն գիտեին, թե ով կարտահայտի այլընտրանքային պաշտոնական տեսակետը։ Մամուլի հաղորդագրությունները արդեն պատրաստ էին։ Անվտանգության ծառայությունները արդեն բաշխել էին ուղեցույցները, թե ինչպես խոսել։ Ամեն ինչ տեղի էր ընկնում անսովոր հարթությամբ։ Կարծես կոմիտեն նախօրոք պլանավորել էր յուրաքանչյուր քայլ։ Բայց ինչպես կարող են պլանավորել մարդու բնական մահը։ Միայն թե դա բնական չէր։ Անդրանիկ Մարգարյանը տասնյակ տարիներ խոսում էր իր ընկերների հետ մի բանի մասին, որն այժմ հիշում են շատ քչերը։ Նա վախենում էր, որ իր ամենամոտ շրջապատի ներսում կա մարդ, որն ուղղակի սպասում է բահին, երբ նա կթուլանա։ Նա չէր ասում, թե ով է այդ մարդը, բայց որոշ անուններ հաճախ հիշատակվում էին։ Միշտ միևնույնը։ Մարդ, ով հիմա աթոռին է նստել, որը Մարգարյանը երբեք չկարողացավ ներել։ Մարդ, ում հետ նա վերջին անգամ խոսել էր հենց այդ անհաջող ֆեբրվարյան նիստում։ Մարդ, ում հայացքը Մարգարյանը կարդաց, հստակ եւ սառը։ Ժամանակդ լրացել է։ Արդյոք մենք ականատես ենք եղել ամենավեհ վերջին պահին, որտեղ վստահության կոտրածը դարձավ մահափորձ։ Բժիշկները, ովքեր Անդրանիկ Մարգարյանին սպասարկել են վերջին 5 տարիներին, պահպանում էին գաղտնիք, որը բացատրում է ամեն ինչ։ 2002-ին վարչապետի սրտում հայտնաբերվեց անկանոնություն, աննշան, բայց բավական, որպիսի անձնական բժիշկը սկսի մանրամասն դիտարկում։ Դեղորայքի ցուցակը, որը պատվիրվում էր ամեն ամիս անվտանգության ծառայության միջոցով, ներառում էր 3 տեսակի սրտային դեղեր՝ նիտրոգլիցերին, բետա-բլոկատորներ եւ հակակոագուլյանտներ։ Բայց այդ ցուցակը երբեք չհասավ պետական արխիվ, որովհետև գոյություն ուներ հատուկ հրաման՝ վարչապետի բժշկական գաղտնիքները դասակարգել որպես առանձնակի կարևորության պետական տեղեկատվություն։ Ինչու պետությունը թաքցնում էր մի բան, որը հասարակությունը իրավունք ուներ իմանալ։ Արդյոք հիվանդությունը այնքան լուրջ էր, որ իշխանությունը վախենում էր խուճապից։ Վերջին 3-րդ տարին Մարգարյանի մարմինը սկսեց փոխվել։ Նրանք, ովքեր տեսնում էին նրան ամեն օր, նկատեցին։ Դեմքի գույնը դարձավ ավելի մոխրագույն, հայացքը ավելի հոգնած։ Հագուստը, որը առաջ խիստ նստում էր նրա ուսերին, սկսեց թուլանալ։ Կարծես մարմինը հալվում էր ներսից։ Երբ նա քայլում էր երկար միջանցքներով կառավարության պալատում, շնչառությունը դառնում էր ծանր, հատկապես 3-4 հարկերում։ Պահակազորը սկսեց նկատել։ Նա հաճախ կանգ է առնում պատուհանների մոտ, ոչ թե նայելու համար դեպի քաղաք, այլ վերականգնելու համար շունչը։ Առավոտները նա եկավ աշխատանքի 10 րոպե ուշ, քան սովորաբար, ոչ թե ծուլությունից, այլ որովհետև նրան պետք էր երկար նստել մեքենայում, որպեսզի անցնի գլխապտույտը։ Դա էր սկիզբը ավելի խորը քայքայման, որը ոչ ոք չկարող էր կանգնեցնել։ Անձնական բժիշկը, մարդով 30 տարի աշխատել էր երկրի առաջնորդների բժշկական կենտրոնում, հիշում է վերջին քննությունը 2007-ի փետրվարի 13-ին։ Վարչապետի սիրտը աշխատում էր անկանոն ռիթմով, ճնշումը բարձր էր նույնիսկ դեղերի ընդունման պայմաններում, իսկ քրտինքը բացատրվում էր ոչ թե տաքությամբ, այլ ներքին դարվածությամբ։ Բժիշկը առաջարկեց անմիջական հոսպիտալացում եւ 2 շաբաթ լիակատար հանգիստ։ Մարգարյանը մերժեց։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք տեսնեն ինձ թույլ, ասաց նա, ձեռքերը սեղմած իր աթոռի բազկաթոռներին։ Եվ բժիշկը հասկացավ,
Այս մարդը ավելի շատ վախենում է քաղաքական խոցելիությունից, քան մահից։ Ո՞վ էր այն հակառակորդը, որը սպասում էր նրա թուլության նշանին։ Ֆիզիկապես նա 15 տարում ծերացել էր 25 տարվա չափ։ Մազերը, որոնք առաջ մի քանի ճերմակ թել ունեին, դարձան լիլիովին սպիտակ մեկ ամսվա ընթացքում, հենց 2007-ի ձմռանը։ Ձեռքերի դողը, որը սկսվել էր որպես թույլ տրեմոր, դարձավ տեսանելի։ Նա չէր կարող ստորագրել փաստաթղթեր առանց երկու ձեռքերի աջակցության։ Քայլելու ձևը փոխվեց։ Առաջ ուղիղ, համոզված քայլերը դարձան զգույշ, կարծես յուրաքանչյուր քայլը պահանջում էր հաշվարկ։ Աչքերի տակ սևավուն շրջանները խորացան, դեմքի գծերը կտրեցին իրենց ակնհայտ հետքը։ Իշխանության գինը դա մարմնի անդառնալի քայքայումն էր, որը Անդրանիկ Մարգարյանը վճարում էր ամեն օր։ Բայց ամենավախենալին այն էր, որ նա գիտեր, թե ինչ է պատահում իր հետ։ Նա խոսում էր իր ամենամոտ ընկերոջ հետ։ Մարմինս ասում է, ժամանակը սպառվում է, բայց գլուխս ասում է, ես չեմ կարող գնալ հիմա, որովհետև գնալը նշանակում է թողնել նրանց հաղթել։ Արդյոք այդ իսկ խոստովանությունն էր, որ նա ընտրեց պահպանել իշխանությունը նույնիսկ սեփական կյանքի գնով։ Արդյոք մարդ, ով տեսնում է իր մահը մոտենում, կարող է դեռ պայքարել անսպասելիի դեմ։ Անվտանգության ազգային ծառայության արխիվը Երևանում պարունակում է 12 միլիոն էջ փաստաթուղթ, նախկին խորհրդային ժամանակներից մինչև անկախության օրերը։ Բայց երբ հետազոտողները փորձեցին մուտք գործել Անդրանիկ Մարգարյանի անձնական գործը, նրանք հայտնաբերեցին 714 էջ բացակայում է։ Պաշտոնական պատասխանը հեռացվել է ազգային անվտանգության նկատառումներով։ Բայց ովքեր են այդ մարդիկ, ովքեր որոշում են, թե ինչ է անվտանգ մեռած վարչապետի գործի համար։ Եվ ավելի կարևորը, ինչ էր գրված այդ էջերում, որ դրանք պետք է հավերժորեն անհետանային։ Ընդրանքային թիվը ոչ պատահական է։ 714-ը համապատասխանում է մարտի 21-ին 2007-ին, Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվան, երբ համարվում է, որ ժամը 7:14-ին նրա սիրտը կանգ առավ։ Պաշտոնական մահվան վկայականում գրված է սուր սրտամկանի ինֆարկտ, կլինիկական մահ 15 րոպեի ընթացքում։ Բայց այդ վկայականը ստորագրել է բժիշկ, ով երբեք նախկինում չէր հանդիպել Մարգարյանին։ Պաշտոնական բժիշկը, ով 10 տարի վերահսկել էր նրա առողջությունը, այդ օրը չէր Երևանում, պաշտոնական գործուղման մեջ էր Ռուսաստանում։ Ով ուղարկեց հիմնական բժշկին արտասահման հենց այն շաբաթվա ընթացքում, երբ նրա պացիենտը մահանալու էր։ Պատահականություն թե վերահսկվող սցենար, որտեղ յուրաքանչյուր տար զերծ է անհարմար վկաներից։ Արխիվի աշխատակիցները, ովքեր ներկա էին 2007-ին, երբ եկավ հրամանը հեռացնել Մարգարյանի գործի որոշակի բաժինները, պատմում են, այդ էջերը ներառում էին նամակագրություն 3 անհայտ անձանցից, ովքեր նախազգուշացրել էին վարչապետին անձնական վտանգի մասին։ Կային նաև բժշկական հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս, սրտային խնդիրները սկսել էին 4 տարի առաջ, բայց պաշտոնապես երբեք չէին հայտարարվել։ Ամենաէական էջը, ըստ աղբյուրի, պարունակում էր անվտանգության ծառայության գաղտնի հաշվետվություն, Մարգարյանին աննախադեպ հաճախականությամբ հետևելու մասին, ոչ թե արտաքին հակառակորդների կողմից, այլ ներքին համակարգի ներսից։ Ով հետևում էր իր սեփական վարչապետին, եւ ինչու այդ հաշվետվությունը հեռացվեց հենց մահից 5 ժամ անց։ Կար մեկ այլ արխիվ, անհասանելի հանրությանը։ Խորհրդային ժամանակներից մնացած գաղտնի հավաքածու կոչվում էր Առաջնորդների գրադարան։ Այնտեղ պահվում էին բոլոր նախագահների, վարչապետների եւ ազգային անվտանգության ղեկավարների անձնական նշումները, խոստովանությունները, մտածումները։ Երբ մարդ մեռնում է պաշտոնական պաշտոնում, այդ նշումները ավտոմատ անցնում են արխիվ եւ փակվում 80 տարի։ Բայց Մարգարյանի անձնական օրագիրը, որը նա պահպանել էր ամեն օր վերջին 30 տարի, անհետացավ նրա բնակարանից, մինչև ընտանիքը վերադարձավ հուղարկավորությունից։ Կինը հայտնեց. օրագիրը կանգնած էր սեղանի վրա առավոտ, իսկ երեկոյան այն գնացել էր։ Ով մտավ տուն եւ վերցրեց այն, երբ շենքը պաշտպանվում էր ոստիկանության կողմից։ Արխիվի տնօրենը, ով ուշ թոշակի գնաց, անսպասելիորեն 2007-ի հուլիսին, առաջ մահանալուց հարցազրույցում ասաց. Ես տեսել եմ այնպիսի փաստաթղթեր, որոնք կփոխեին ամբողջ պատմությունը,
բայց դրանք այլևս գոյություն չունեն։ Երբ հարցրին ինչ փաստաթղթեր, նա լռեց։ Երբ հարցրին ով հեռացրեց դրանք, նա ժպտաց դառնորեն եւ ասաց. նույնները, ովքեր այժմ իշխանության մեջ են։ Արդյոք արխիվների մաքրումը եղավ մասնակի ապացույցների ոչնչացման համակարգային գործողությունը, որը պետք է ապահովեր, որ ճշմարտությունը երբեք չհասնի հանրությանը։ Որդին Տարոնը, երբ 5 տարի անց փորձեց ստանալ իր հոր անձնական արխիվը, ստացավ մերժում։ Պատճառը երկրի անվտանգության նկատառումն էր։ Բայց ինչպես կարող է մեռած մարդու օրագիրը սպառնալ երկրի անվտանգությանը։ Միգուցե դա սպառնում է ոչ թե երկրին, այլ մարդկանց, ովքեր այժմ կառավարում են այն։ Միգուցե այդ օրագիրը պարունակում է անունները նրանց, ովքեր պլանավորել են Մարգարյանի վերջը։ Եվ միգուցե հենց դրա համար էլ դրանք պետք է հավիտյան անհետանային։ 2007-ի մարտի 21-ի ժամը 10:30-ին Անդրանիկ Մարգարյանի մարմինը հայտնաբերվեց իր կաբինետում։ Պաշտոնապես մահը եկավ արագ եւ անսպասելի։ Բայց ինչ-որ մեկը նախքան մահը շատ բան շահեց։ Ֆինանսական մեծ գործարքները, որոնք սառեցված էին Մարգարյանի վետոյի պատճառով, անմիջապես արձակվեցին։ Պետական կոնտրակտներ, որոնք տարիներ սպասում էին հաստատման, հանկարծ հաստատվեցին 1 ամսվա ընթացքում։ Մի քանի էլիտար ընկերություններ, որոնց սեփականատերերը ցանկություն ունեին ընդլայնվել պետական հողերում, ստացան գրանցման թույլտվություն, մինչև ընտանիքը հարգեց հուղարկավորությունը։ Ո՞վ էր այդ մարդը, ով այդքան արագ փոխարինեց խոչընդոտը հնարավորությամբ։ Ֆինանսական հետագծման մասնագետները հետաքննեցին պետական մեգագործարքների հոսքերը 2007-ին եւ կարողացան բացահայտել օրինաչափություն՝ 1 հիմնական բենեֆիցիար։ Մարդ, ով եղել է Մարգարյանի քաղաքական շրջանակում, բայց երբեք չի զբաղեցրել առաջին պլանը։ Մինչև մարտի 21-ը նրա ընկերությունները վերահսկում էին 3% պետական կոնտրակտներից։ Մինչև դեկտեմբերը արդեն 21%։ Շահույթի բացառիկ աճը համապատասխանում է ուղղակիորեն ժամանակացույցին, երբ Մարգարյանը այլևս չկար։ Խոչընդոտելու համար լիցենզիաների տրամադրումը, կարգավորել անարդար մրցակցությունը, պահանջել թափանցիկություն։ 2 հարուստ գործարար, ովքեր ունեցել էին անձնական հակամարտություններ Մարգարյանի հետ, մահից հետո ստացան ուղղագի մուտք դեպի կառավարության բարձրագույն գրասենյակները։ Առաջ նրանք հանդիպումներ էին պահանջում ամիսներ, իսկ հիմա նրանց հեռախոսահամարները ավտոմատ կապվեցին անմիջապես նախարարների քարտուղարուհիներին։ Քաղաքական ուժի վերաբաշխումը տեղի ունեցավ այնպես արագ, որ անգամ փորձառու դիտորդները զարմացան։ Մի մարդ, ով նախկինում զբաղեցնում էր 3-րդ պաշտոն, հանկարծ նշանակվեց կառավարության 2-րդ ամենակրորդ ամենաազդեցիկ կոմիտեի ղեկավար, հենց 35 օր Մարգարյանի մահից հետո։ Պատահականություն։ Ամենավճռական ապացույցը գալիս է նոր իշխանության հարստության քարտեզից։ Հողամասերը, որոնք առաջ պատկանում էին պետությանը եւ Մարգարյանը վերահսկում էր անձամբ, հանկարծ վաճառվեցին մասնավոր բաժնետերերին։ Այդ բաժնետերերը բոլորը կապված էին մի կորպորացիայի հետ, որի գլխավոր բաժնետերն է մարդ, ով հայտնի է որպես ստվերային վարչապետ։ Նա երբեք պաշտոնապես չի զբաղեցրել բարձր պաշտոն, բայց բոլորը գիտեն, իր ազդեցությունը գերազանցում է մինիստրներին։ Իսկ Մարգարյանի մահվան օրը նա եղել է Երևանում, մասնակցել է հանդիպման, որի մասին պաշտոնապես ոչ մի գրանցում չկա, եւ երեկոյան նույն օրը ստորագրել է անձնական պայմանագիր, որը բերեց նրան $10 միլիոն շահույթ 1 տարվա ընթացքում։ Ո՞վ է իրականում պահպանել շահեր Մարգարյանի մահից։ Անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը, ով այժմ ապրում է արտերկրում, վերջերս անանուն հարցազրույցում խոստովանեց. «Մենք գիտեինք, որ ինչ-որ բան պատրաստվում է, բայց երբ մենք փորձեցինք զգուշացնել, մեզ ասացին լռել։ Երբ Մարգարյանը մեռավ, մեզ տրվեց ցուցակ մարդկանց, ում անունները մենք պետք է հեռացնենք բոլոր հաշվետվություններից։ Ցուցակը պարունակում էր 12 անուն։ Ես հիշում եմ միայն 3-ը, բայց դրանք են մարդիկ, ովքեր այսօր վերահսկում են Հայաստանի տնտեսությունը։ Արդյոք ճշմարտությունը թաքցված է այդ 12 անունների ետևում։ Այս ամենը տալիս է պատասխան հիմնական հարցին. ում օգուտն էր Մարգարյանի մահը։ Պատասխան այնքան պարզ է, որ սարսափելի է։ Բոլոր նրանք, ովքեր այժմ գլխավորում են երկիրը, նրանք, ովքեր վերահսկում են հարստությունը, նրանք, ովքեր տիրապետում են լրատվամիջոցներին, բոլորը շահել են մի մարդու մահից։ Եվ երբ մի մարդու մահը բերում է հարստություն, իշխանություն եւ հնարավորություններ 10 այլ մարդկանց, ապա դա այլևս պատահականություն չէ։ Դա սցենար է,
որը գրվել է նախապես, իրականացվել է ժամանակին և գրվել է հաջողության պատմության մեջ։ Արդյոք մենք ընդունակ ենք իսկապես տեսնելու, թե ինչ կերպ մահը դարձավ բիզնես գործարք։ 2007 մարտի 25-ը սկսվեց որպես սովորական առավոտ։ Անդրանիկ Մարգարյանը արթնացավ ժամը 6-ին, ինչպես տասնամյակներ շարունակ։ Նա նստեց իր անկողնում 3 րոպե, ձեռքերը սեղմած ճակատին, շնչելով խորը, կարծես պատրաստվելով ինչ-որ բանի։ Կինը, ով արդեն 30 տարի քնում էր նրա կողքին, հետո կհիշի, այդ առավոտ նա ասաց ինչ-որ բան, բայց ձայնը այնքան թույլ էր, որ անհնար էր հասկանալ։ Ժամը 7-ին նա մտավ ավտոմեքենա, վարորդը նույն երթուղին, նույն անվտանգության ավտոշարասյունը։ Ճանապարհին նա զանգահարեց իր խորհրդականին եւ ասաց. «Այսօր կպետք է լուծենք ամեն ինչ»։ Խորհրդականը հարցրեց. «Ինչը», բայց պատասխան չստացավ։ Ժամը 8:35-ին Մարգարյանը նստեց իր աշխատասեղանի մոտ, բացեց հին արխիվային պայուսակը եւ հանեց 3 գրություն։ Ո՞վ էին ուղված այդ գրությունները, որոնք նա երբեք չուղարկեց։ Առաջին գրությունը ուղված էր նախագահին։ Բովանդակությունը մնում է անհայտ, բայց քարտուղարուհին, ով տեսավ այդ թերթը սեղանի վրա, նկատեց բառ «անհրաժեշտություն» եւ 4 օր։ Երկրորդ գրությունը կարճ էր, 4 ստող, ուղված նրա եղբորը։ Երրորդ գրությունը ամենաերկարը, ուղված էր որդուն Տարոնին։ Վերջինս երբեք չստացավ այն, որովհետև մարտի 25-ի երեկոյան բոլոր 3 գրությունները անհետացան Մարգարյանի կաբինետից։ Ով մտավ առաջին, երբ բոլորը զբաղված էին շրջապատելով անշունչ մարմինը և վերցրեց այդ վերջին խոստովանությունները։ Արդյոք այդ գրություններում նշված էին անունները նրանց, ովքեր պատասխանատու էին վերջնական պլանի համար։ Ժամը 10:30-ի դրությամբ Մարգարյանը ունեցավ ևս մեկ այցելու։ Մարդ, ով եկավ առանց պաշտոնական գրանցման։ Պահագազորը նույնիսկ չպահանջեց անձնագիր։ Այս մարդը հայտնի էր համակարգին որպես անտեսանելի խորհրդական։ Մարդ, ում խոսքն ավելի ուժ ուներ, քան ցանկացած նախարար։ Երբ նա դուրս եկավ 15 րոպե անց, աշխատակիցները նկատեցին, որ Մարգարյանի դեմքը փոխված էր։ Կորած հայացքը, ձեռքերի դողը, քայլվածքը, ոչ ինչ չհիշեցնում էր մարդուն, ով արժանապատվությամբ էր դիմակայել 20 տարվա ճգնաժամերին։ Ինչպես հնարավոր է, որ 15 րոպեն կոտրի մարդու կյանքի վերջին ապավենը։ Ժամը 12:10 անց Մարգարյանը փակվեց իր կաբինետում։ Քարտուղարուհին մի քանի անգամ փորձեց զանգահարել ներսից, բայց նա չպատասխանեց։ Միայն ժամը 12:40-ին դուռը բացվեց եւ վարչապետը դուրս եկավ։ Աչքերը կարմիր էին, կարծես լացել էր։ Նա խնդրեց ջուր, խմեց 2 բաժակ եւ հետո նստեց նորից։ Վերջին գործողությունը, որը նա կատարեց, եղավ հեռախոսազանգ։ Համարը անհայտ է, զրույցի տևողությունը 3 րոպե։ Վերջին բառերը, որ լսեց քարտուղարուհին. «Ես գիտեի, որ այսպես կլինի»։ Ում էր նա խոսում եւ ինչ էր այն բանը, որը նա գիտեր անխուսափելի էր։ Ժամը 12:53-ին սիրտը կանգ առավ։ Հիվանդանոց տարվեց անմիջապես, բայց 5 րոպե անց բժիշկները հաստատեցին. կյանքը հեռացել էր անդառնալիորեն։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանի վերջին ժամերը պատմում են պատմություն սպանության, թե մարդու, ով գիտեր, որ դուրս գալու ուղի չկա։ Անվտանգության ազգային ծառայության հատուկ հավաքածուն պարունակում էր 25 հատոր փաստաթղթեր, կոդային անվանմամբ Արցախի հերոս նկատմամբ հսկողություն։ Մինչև 2007-ը բոլոր այդ հավաքածուները պահվում էին երկաթե պահարանում, որը բացվում էր միայն 3 բանալիով՝ տնօրենի, անվտանգության պետի և անձամբ նախագահի։ Բայց մարտի 26-ի առավոտ, երբ երկիրը դեռ ցնցված էր Մարգարյանի մահից, պահարանը բացվեց առավոտյան ժամը 5-ին, առանց պաշտոնական հրամանի։ 13 հատորից 6-ը ամբողջությամբ հեռացվեցին։ Պահպանվեցին միայն այն էջերը, որոնք չունեին անմիջական կապ Մարգարյանի անձնական շրջանակի հետ։ Ով տվեց հրամանը բացել պահարանը, երբ հանրապետությունը սուգի մեջ էր, եւ ինչու այդքան շտապ էր հերթը ոչնչացնելու գաղտնիքները։ Կային փաստաթղթեր, կոդավորված տառերով եւ թվերով։ Հերով հատուկ հավաքածուի համարը ԱՄ կապիտալ 12, որը բարունակում էր Մարգարյանի հեռախոսազանգերի արձանագրություններ վերջին 5 տարվա ընթացքում։
Անվտանգության ծառայությունը պաշտոնապես երբեք չէր հսկում վարչապետին, բայց գաղտնի հրամանով 2003-ից արձանագրվում էր ամեն խոսակցություն։ Կային զանգեր, որոնք տևում էին 3 րոպե, բայց արձանագրության մեջ գրված էր միայն Ներքին խորհրդակցություն, անվտանգ։ Կային մարդիկ, որոնց հետ նա խոսում էր ամեն շաբաթ, բայց նրանց անունները փոխարինված էին կոդերով՝ անձ Դ, անձ Լ, անձ Ք։ Ո՞վ էին այդ մարդիկ, որոնց անունները չէին կարող գրել նույնիսկ գաղտնի արձանագրություններում։ Կար մեկ այլ փաստաթուղթ, գտնված պատահականորեն 8 տարի հետո, երբ հին շենք քանդվում էր։ Փաստաթուղթը թղթե փաթեթում էր, պահված պատի խոռոչում, կամայականորեն թաքցված։ Վրան գրված էր. ճշմարտություն, եթե ես անհետանամ։ Ներսում 5 էջ ձեռագիր տեքստ, Մարգարյանի սեփական գրությամբ։ Տեքստը պարունակում էր 12 անուն, մարդիկ, ովքեր ըստ Մարգարյանի պլանավորում էին նրա հեռացումը։ Այդ անունները համընկնում էին այն մարդկանց հետ, ովքեր մահից հետո ստացան առավել իշխանություն, հարստություն, գերակայություն։ Փաստաթուղթը տրվեց Հայաստանի գլխավոր դատախազությանը, բայց 2 շաբաթ հետո դատախազը հայտարարեց՝ ձեռագիրը կեղծ է։ Գրաբանագիտական փորձաքննությունը չիրականացվեց։ Փաստաթուղթը կորավ արխիվից։ Ով որոշեց, որ Մարգարյանի վերջին խոստովանությունը կեղծ է, առանց որևէ գիտական ստուգման։ Անվտանգության նախկին աշխատողը, ով հիմա ապրում է անանուն երկրում, վերջերս տվեց հարցազրույց միջազգային հետազոտական ցանցին։ Նա ասաց. Մենք գիտեինք կոդը, գործողություն անհապաղ։ Այդ կոդը նշանակում էր անձը պետք է հեռացվի քաղաքական կյանքից։ Երբ Մարգարյանի անունը հայտնվեց այդ ցուցակում, մենք սարսափեցինք, բայց հրաման էր, եւ մենք հետևեցինք։ Մենք պատրաստեցինք ամբողջ սցենարը, ինչպես մարմինը տեղափոխել, ինչպես մամուլը տեղեկացնել, ինչպես ընտանիքը լռեցնել։ Երբ հարցրին, ով տվեց հրամանը, նա ժպտաց դառնորեն եւ ասաց. Այն մարդը, ով հիմա նստած է այն աթոռին, որը Մարգարյանը երբեք չթողեց։ Արդյոք գաղտնի փաստաթղթերը բացահայտում են համակարգված սպանություն, թե միայն վախերի արձագանք։ Վերջին փաստաթուղթը, որը մնաց քննության համար, եղավ անվան տակ, վերջնական տարբերակ։ Այս 8 էջանոց տեքստը պարունակում էր Մարգարյանի անձնական անվտանգության բաժնի զեկույցը նրա վերջին 3 ամիսների վարքագծի մասին։ Զեկույցը նշում էր. Մարգարյանը պարանոիկ վարքագիծ ցուցաբերեց, երբ հրաժարվեց ընդունել հին ընկերներին, փոխեց երթուղիները, խուսափեց հանրային միջոցառումներից։ Բայց ավարտին կար մեկ նախադասություն, որը փոխում էր ամեն ինչ։ Սուբյեկտիվ վախերը հիմնավորված են իրական սպառնալիքներից, ներքին համակարգից։ Եթե անվտանգության ծառայությունը հաստատում է, որ Մարգարյանը իրականում սպառնալիք ուներ, ապա ինչու ոչ մի քննություն չբացվեց։ Ով է առավել հետաքրքրված պահպանել այդ սպառնալիքը գաղտնի, քան ճշմարտությունը բացահայտել։ Արդյոք գաղտնի փաստաթղթերը ապացույցներ են հանցագործության, թե ընդամենը հուշագրություններ պատմության համար։ 2007-ի ապրիլին, երբ երկիրը դեռ սգում էր, կառավարության պալատի հատուկ սենյակում հավաքվեցին 6 մարդ։ Պաշտոնապես այդ հանդիպումը երբեք տեղի չի ունեցել։ Ոչ մի արձանագրություն, ոչ մի լուսանկար, ոչ մի ակնարկ հանրային խոսքերում։ Բայց անվտանգության փոխտնօրենը, ով ներկա էր դռների ետևում, հետագայում պատմեց, այդ 6-ը կազմում էին անտեսանելի խումբը, որը վերահսկում էր Հայաստանի իրական իշխանությունը։ Այս մարդիկ չունեին պաշտոններ, բայց նրանց մեկ խոսքը հավասար էր 100 հրամանի։ Երբ Մարգարյանը կարգավորում էր երկիրը, այդ 6-ը սպասում էին իրենց պահին։ Մահից հետո նրանց ժամանակը եկավ։ Ով են այդ 6 մարդիկ, որոնց ոչ ոք չի տեսնում, բայց բոլորը զգում են։ Պաշտոնապես խումբը երբեք չի գոյացել, բայց քաղաքական վերլուծաբանները, ովքեր տասնամյակներ հետևել են իշխանության փոխանցումներին, գիտեն, Հայաստանի մեջ կա անտեսանելի խորհուրդ, որը որոշում է ամեն ինչ, նախագահի ընտրությունից մինչև տնտեսական բարեփոխումները։ Այս խումբը առաջացել է դեռևս խորհրդային ժամանակներից, երբ նոմենկլատուրայի մի մասը գաղտնի պահպանեց իր կապերը անկախությունից հետո։ Նրանք փոխեցին հագուստները, վերանվանեցին պաշտոնները, բայց միշտ մնացին հենց այն վայրում, որտեղ որոշումները կայացվում են։ Անդրանիկ Մարգարյանը խանգարում էր նրանց նոր ծրագրերին։ Նա դանդաղեցնում էր բարեփոխումները, պահանջում էր թափանցիկություն, ստուգում էր ամեն ֆինանսական գործարքը։ Խումբը հասկացավ, Մարգարյանը պետք է հեռացվի։ Խմբի առաջնորդը, մարդ, ում անունը երբեք չի հնչում պաշտոնական ելույթներում, ունի անձնական պատմություն Մարգարյանի հետ։ Նրանք դպրոցական ընկերներ էին 90-ականների կեսին, աշխատում էին նույն համակարգում, համադեղ պայքարում էին,
Լեռնային Ղարաբաղի անկախության համար։ Բայց 2002-ին մի քաղաքական որոշում կոտրեց նրանց դաշինքը։ Մարգարյանը մերժեց տնտեսական պայմանագիր, որը խմբի առաջնորդը համարում էր կյանքի գործարք։ Այդ մերժումը արժեցավ 3 միլիարդ դրամ։ Խմբի առաջնորդը երբեք չներեց։ Հետո սկսվեցին փոքր հարձակումները, լուրեր մեդիայում, քաղաքական իզոլացիա, հին դաշնակիցների հեռացում։ 10 տարի խումբը սպասեց, մինչև Մարգարյանը դարձավ խոցելի։ Արդյոք անձնական վրեժխնդրությունը կարող է դառնալ պետական գործողություն։ Խմբի անդամներից յուրաքանչյուրը ունեցավ հատուկ դեր Մարգարյանի վերջի սցենարում։ Մեկը վերահսկեց անվտանգության ծառայության լռությունը։ Մյուսը համոզեց բժիշկներին ստորագրել մահվան վկայականը առանց հարցերի։ Երրորդը պատրաստեց մամուլի հաղորդագրությունները նախապես։ Չորրորդը հեռացրեց անհարմար փաստաթղթերը արխիվներից։ Հինգերորդը համոզեց ընտանիքին ընդունել Աստծո կամքը։ Վեցերորդը, խմբի առաջնորդը, նստեց հանդիպման սենյակում և սպասեց հաղորդագրության, որ ամեն ինչ ավարտված է։ Երբ հեռախոսը զնգաց ժամը 1:10 նա ժպտաց և ասաց իր օգնականներին. «Վերջապես ազատ ենք շարժվելու առաջ»։ Ինչպես կարող է 6 մարդ պլանավորել մի մարդու վերջը և իրականացնել բացարձակ ճշգրտությամբ։ Խմբի գոյությունը հաստատվում է միայն անուղղակի ապացույցներով։ Կան ֆինանսական գործարքներ, որոնք կապում են 6 տարբեր ընկերություններ մի սեփականատիրոջ հետ։ Կան քաղաքական որոշումներ, որոնք ընդունվել են նույն օրը տարբեր նախարարությունների կողմից, առանց պաշտոնական համակարգման։ Կան մարդիկ, ովքեր հանկարծ ստացան իշխանություն Մարգարյանի մահից հետո, և բոլորը կապված են մի անտեսանելի ցանցի հետ։ Խմբի անդամներից ոչ մեկը երբեք չի տվել հարցազրույց։ Նրանց անունները չեն հնչում դատարաններում, բայց բոլորը, ովքեր ներսից են տեսել համակարգը, գիտեն, այս 6-ը կառավարում են երկիրը։ Եվ երբ դու հակառակ ես նրանց, դու հակառակ ես անտեսանելի ուժին, որը չունի դեմք, բայց ունի անսահման իշխանություն։ Արդյոք Մարգարյանի մահը եղավ 6 մարդկանց պատվերով, ովքեր որոշեցին, նրա ժամանակը լրացել է։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից 17 տարի անց նրա ընտանիքը դարձավ քաղաքական համակարգի մաս։ Որդին Տարոն Մարգարյանը զբաղեցրեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, 10 տարի ղեկավարելով մայրաքաղաքը։ Կինը շարունակեց ապրել հանգիստ, երբեք չտվեց հարցազրույց, երբեք չպահանջեց քննություն։ Այն մարդիկը, ովքեր մտերիմ էին հորը, դարձան Տարոնի քաղաքական դաշնակիցները։ Համակարգը համբուրեց ընտանիքին և տվեց նրանց ապագա լռության դիմաց։ Գործարքը կատարվեց առանց ստորագրության, բայց բոլորը հասկացան պայմանները։ Դուք չեք խոսում հոր մահվան մասին։ Մենք տալիս ենք ձեզ իշխանություն։ Նրանք, ովքեր շահեցին Մարգարյանի մահից, այսօր զբաղեցնում են ամենաազդեցիկ պաշտոնները Հայաստանում։ Մեկը դարձավ խոշոր բիզնեսմեն, վերահսկում է 5 մեգաընկերություններ։ Մյուսը նախարար, որը 15 տարի ղեկավարում է երկրի առանցքային բնագավառը։ Երրորդը անվտանգության համակարգի ստվերային ղեկավար։ Չորրորդը մեդիա կայսր, որի հեռուստաալիքները ձևավորում են հանրային կարծիքը։ Նրանք երբեք չէին խոսում հրապարակավ Մարգարյանի մասին, բայց գաղտնի հանդիպումներում հիշում են նրան որպես խոչընդոտ, որը անհրաժեշտ էր հեռացնել։ Քանի հարստություն կարելի է կառուցել մի մարդու մահվան վրա։ Հայաստանը փոխվեց Մարգարյանի մահից հետո։ Ավելի արագ, ավելի դաժան, ավելի փակ համակարգ։ Թափափանցիկության պահանջները անհետացան։ Քաղաքական մրցակցությունը դարձավ կոնտրոլավորելի թատրոն։ Հին դաշինքները փոխարինվեցին նոր կլաններով, բայց մեթոդները մնացին նույնը։ Անտեսանելի խումբը շարունակեց վերահսկել երկիրը։ Ով համարձակվեց հակառակ խոսել, դարձավ մեկուսացված, վտարված կամ լռեցված։ Մարգարյանի մահը սովորեցրեց մի դաս բոլորին։ Երբ դու հակառակ ես համակարգին, համակարգը գտնում է ճանապարհ քեզ հեռացնելու։ Բայց հիմնական հարցը մնում է պատասխանի սպասում։ Ով իսկապես տվեց հրամանը։ Ով էր այն մարդը, ով կանգնած էր բոլոր որոշումների ետևում։
Ով համակարգեց անվտանգության ծառայությունը, բժիշկներին, մեդիան, արխիվները, միաժամանակ եւ անհայտ մնալով 17 տարի։ Արդյոք մենք երբևէ իմանանք ճշմարտությունը, թե այն մնացել է թաղված Մարգարյանի հետ միասին։